Ես դեմ ելա ամբողջ այս աշխարհի, քեզ գրկեցի։ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սիրո խաչմերուկներում բանաստեղծական ներկայացման փորձերն են ու վերջին շտկումները։ Սա Նազանի Հովհաննիսյանի Վանաձորում կայացած առաջին պոեզիայի երեկոն էր, որի խաչմերուկներում հատվել էին նրա ու նրա ասմունքին սիրահարված հանդիսատեսի ճանապարհները։ Ամեն անգամ, երբ ամեն բան տեղի է ունենում Երևանում, Երևանի շուրջ, Երևանի կողքի ներսում մեջ, ես պաշտում եմ Երևանը, բայց միայն Երևանով երբեք չի սկսվել ու չի ավարտվում Հայաստանը։ Իսկ Վանաձորը շատ զարգացած, շատ յուրահատուկ ու գեղեցիկ մարդկանց քաղաք է։ Ու ամեն անգամ, երբ ես մտածում եմ առավել մարդաշատ քաղաքների կամ մարզերի մասին, Գյումրին անհամեմատ ավելի լավ կարգավիճակում է, որովհետև շատերն են գնում, հյուրախաղեր են, տարբեր փառատոնային տարբերակներ, եւ Վանաձորը մի տեսակ հեռու է թվում, բայց հեռու չի, բոլորովին հեռու չի։ Եվ այդ ոչ հեռու, բայց շատ հեռու թվացող իրականության մեջ մեր թիմի հետ որոշեցինք, որ անպայման պետք է կազմակերպենք բանաստեղծական երեկո։ Վանաձորյան սիրո խաչմերուկներում ներկայացման համար ընտրված էր հատուկ ծաղկաքաղ, դասական եւ ժամանակակից բանաստեղծների գործեր։ Հորինիրից, մի վերջին անգամ հորինիրից, այս քարոքի ձերբի, իբրև մասրենու բոց, նոյեմբերյան ցրտում։ Մարդիկ բանաստեղծության մեջ գտնում են իրենց հույզը, մեկը մանկությունից մնացած, մեկը տարեց ավելի տարիքում, մեկը իր սիրո կորուստն է հիշում, մյուսը իր սիրո ձեռքբերումն է տեսնում։ Բանաստեղծական հույզերը մեզ միացնում են, չեն անջատում։ Եվ ես այսօր ուզում եմ, որ Վանաձորի այս շատ սիրուն, յուրահատուկ ապրած թատրոնում հնչի այդ սիրո հույզը, ու խաչմերուկը դառնա մի կետ, իմի բերի բոլորիս, ոչ թե անջատի։ Ինչպես որ խաչմերուկները թվում է թե անում են, տարբեր ճանապարհներ են, բայց իրականում խաչմերուկը միացնում է այդ ճանապարհները։ Անկախ նրանից, որ դարաշրջանում որ գրողը ինչպես է գրել, ով ինչպես է ապրել, նրանք բոլորը երգել են նույն սիրո երգը, երգել են տարբեր լեզվով, տարբեր տեմպոռիթմով, տարբեր հույզերը ներկայացնելով եւ ձևավորելով, բայց նույն բանի մասին են խոսել։ Այն ինչի պակասն այսօր ամենից շատ կա՝ սիրո։ Արտիստը մեծ պատասխանատվությամբ է մոտենում հայկական դասական եւ ժամանակակից բանաստեղծների պոեզիան ներկայացնելուն։ Ասում է դրա համար մեծ ուղի է անցնում։ Հանդիսատեսին, որոնց ամենակարևորն է համարում հույզերի այս խաչմերուկում, ասելիք ունի։ Գիտեք, ընդունված է ասել հանդիսատեսին շնորհակալություն։ Բայց ես չեմ ուզում ասել շնորհակալություն, որովհետև ընդունված է։ Ես ուզում եմ իսկապես ասել, թեև դեռ չի եկել այդ հանդիսատեսը ինքը չի էլ պատկերացնում, ինչ է սպասվում նրան, գուցե շատ բաներ էլ իր սրտով չլինի, չգիտեմ, բայց այստեղ ներկա յուրաքանչյուր մարդու գալը իր ազատ կամքի դրսևորումն է եւ իր ընտրությունն է, ու ես դրա համար մեծապես շնորհակալ եմ։ Ես ընդհանրապես, որ գնում եմ հյուր, գնում եմ սիրով։ Ես տանելու եմ ամենաթանկը, նրանց ուշադրությունը եւ ժամանակը։ Միթե կա դրանից առավել արժեքավոր բան այս կյանքում։ Իսկ Վանաձորում հանդիսատեսի նրանց սիրո եւ ուշադրության պակասը չկար։ Արտիստը նախատեսում եւ հավատում է, անկախ խոչընդոտներից ու բարդություններից, պոեզիայի սիրո խաչմերուկները կհատվեն նաեւ այլ մարզերում։ Աշխեն Սուքեսյան, Հայկ Վարդանյան, Ստապանակ։